Ես երբեք չեմ պարծենում իմ ամսական 4 միլիոն դրամ աշխատավարձով։ Մենք Արամի հետ արդեն 1 տարի հանդիպում էինք և որոշել էինք ամուսնանել։ Նա ինձ հրավիրեց ծանոթանալու իր հարազատների հետ։ Ես որոշեցի կատակով խաղալ գյուղական աղքատ-աղջկա դեր, բայց նույնիսկ չհասցրի մտնել նրանց բնակարան։ Ինչպես, նախքան շարունակելը, բաժանորդագրվեք ալիքին և թողեք ցանկացած մեկնաբանություն։ Ձեր աջակցությունը օգնում է զարգացնել ալիքը և կիսվել ձեզ հետ ավելի շատ պատմություններով։ Հաճելի լսում։ Ես կանգնած էի հայելու առաջ միջանցքում և քննադատաբար գնահատում էի իմ արտաքինը։ Թանկարժեք ջինսերը փոխարինել էի մաս-մարկետի էժաններով։ Թանկ բաճկոնը հատուկ այդ ներկայացման համար գնված էժան բաճկոնով։ Նույնիսկ պայուսակը փոխել էի մորս պահարանից գտած հին կտորե պայուսակով։ Դու լուրջ ես։ Արամը նայում էր ինձ զարմանքով։ Ինչու այդ մասկարադը անի։ Ուզում եմ տեսնել, թե քո հարազատները իրականում ինչպիսին են։ Ես ուղղեցի պարզ սանվածքս։ Դու ինքդ էիր ասում, որ քո մայրը շատ ընտրող է հարաբերություններում։ Մեր հարաբերությունների 1 տարվա ընթացքում Արամը ոչ մի անգամ չէր հրավիրել ինձ ծնողների մոտ։ Միշտ պատրվակներ կային։ Մայրս հիվանդ է, ծնողներս ճանապարհորդության են։ Հիմա ժամանակը չէ։ Հիմա, երբ որոշել էինք ամուսնանալ, հանդիպումը անխուսափելի էր դարձել։ Նա պարզապես գույշ էր։ Եղբայրը անհաջող ամուսնացել էր։ Ես գիտեի այդ պատմությունը։ Նրա ավագ եղբայր Հայկը կապվել էր մի աղջկա հետ, որի մասին ընտանիքը ասում էր, թե նա նստել էր նրա վզին։ Ամուսնալուծությունը սկանդալային էր, գույքի բաժանումով և անվերջ դատերով։ Հասկանում եմ, հենց դրա համար էլ ուզում եմ ստուգել։ Ես վերցրի փեսացուիս ձեռքը։ Արամ, ես պարզապես ուզում եմ իմանալ, թե ում հետ գործ ունեմ։ Եթե քո ընտանիքը պատրաստ է ընդունել ինձ միայն փողի պատճառով, ապա ինչ անկեղծություն կարող է լինել։ Տղան հուսահատ շունչ քաշեց։ Արամը աշխատում էր ծրագրավորող, լավ էր վաստակում, բայց իմ եկամուտներին չէր հասնում։ Ես ղեկավարում էի թվային մարքեթինգի բաժինը խոշոր IT ընկերությունում, և իմ 4 միլիոն դրամը ամսական 10 տարվա աշխատանքի և անընդհատ ինքնակրթության արդյունք էր, բայց Արամը դա չգիտեր։ Մտածում էր, որ ես վաստակում եմ որպես սովորական մենեջեր, առավելագույնը 500,000։ Նրանք լավ մարդիկ են, պարզապես անհանգստանում են իմ համար։ Նա գրկեց իմ ուսերը։ Մայրս շատ է սիրում կարգուկանոն և կայունություն, հայրս ավելի հանգիստ է։ Հենց դրա համար էլ ուզում եմ հասկանալ, թե նրանց համար կայունությունն ինչ է, իմ դրամապանակը, թե իմ էությունը։ Մենք գնացինք նրանց մոտ Երևանի ծայրամաս, մեքենայով, ճիշտ է ոչ Մերսեդեսով, այլ ընկերուհուս հին Օպելով։ Արամը ողջ ճանապարհին լուր էր, երբեմն անհանգիստ հայացքներ գցելով ինձ վրա։ Իսկ եթե քեզ դուր չգա, թե ինչպես կվարվեն, վերջապես հարցրեց նա։ Այդ դեպքում անկեղծ կասեմ, թե ինչ եմ մտածում։ Արամ, մենք պատրաստվում ենք ամուսնանալ։ Սա նշանակում է, որ քո ծնողները կդառնան նաև իմը։ Ես պետք է իմանամ, թե ում հետ գործ ունեմ։ Երբեմն դու չափազանց սկզբունքային ես, հառաչեց տղան։ Դա վատ է։ Ոչ, հավանաբար հենց դրա համար եմ ես քեզ սիրահարվել։ Ես ժպտացի։ Արամը իսկապես սիրում էր ինձ։ Այդ մասին չէի կասկածում, բայց ընտանիքը նրա համար շատ բան նշանակում էր։ Ես հասկանում էի, որ եթե նրա ծնողները ինձ չընդունեն, մեր հարաբերությունները վտանգի տակ կլինեն։ Հենց դրա համար էլ հորինել էի այդ փոքրիկ ներկայացումը, բոլորին ստուգելու և ամեն ինչ տեղը դնելու համար։ Մենք կայանեցինք սովորական բազմաբնակարան շենքի մոտ։ Արամը նյարդայնանալով ուղղեց հագուստը և նայեց ինձ։ Ես վերցրի հին պայուսակը։ Արդեն եկել ենք։ Մենք ոտքով բարձրացանք 6-րդ հարկ, վերելակը իհարկե չէր աշխատում։ Արամը լուր էր, բայց ես զգում էի նրա լարվածությունը։ Հարթակում նա հանեց բանալիները, բայց առաջ անցնելով նրան դուռը բացեց կին, մոտ 50 տարեկան, կոկիկ սանվածքով և տնային, բայց ակնհայտորեն թանկ կոստյումով։ Արամ ջան, նա գրկեց որդուն, ուսի վրայով զննելով ինձ։ Իսկ սա քո Անին է։ Այո, մամ։ Ծանոթացեք Անի, սա իմ մայրն է, Հասմիկ Միքայելյանը։ Ես մեկնեցի ձեռքս, փորձելով թվալ մի քիչ ամաչկոտ։ Շատ հաճելի է, Արամը այդքան շատ է պատմել ձեզ մասին։ Մտեք, մտեք։ Հասմիկ Միքայելյանը արագ գնահատող հայացք գցեց ինձ վրա։ Հանվեք։ Ես հանեցի էժան բաճկոնը, որի տակը սովորական շապիկ էր։ Արամի մայրը զննեց ինձ գլխից ոտք, հայացքը կանգնեցնելով կոշիկներիս վրա։ Բարեբախտաբար ոչ բրենդային։ Անցեք հյուրասենյակ, ասաց նա բնակարանի խորքը։ Բնակարանը սովորական երասենյականոց էր, բայց լավ վերանորոգված և որակյալ կահույքով։
Պատերին կախված էին դիպլոմներ և լուսանկարներ, դարակներին գրքեր և ճամփորդությունների հուշանվերներ, մթնոլորտը շատ հարմարավետ էր։ Սենյակից դուրս եկավ տղամարդ, բարձրահասակ, մոխրագույն, տնային տաբատով և վերնաշապիկով, ակնհայտ ինտելիգենտ։ Հայրիկ, սա Անին է, ներկայացրեց ինձ Արամը, Վլադիմիր Պետրոսյան։ Հայրը սեղմեց ձեռքս, շատ հաճելի է վերջապես ծանոթանալ։ Նա ինձ ավելի հաճելի թվաց, քան կինը, ժիպիտը անկեղծ էր, առանց գնահատող հայացքի, որովին զննեց Հասմիկ Միքայելյանը։ Նստեք սեղանի շուրջ, տանտիրուհին ժեստով հրավիրեց խոհանոց։ Ես պատրաստել եմ քո սիրած կարկանդակները, Արամ ջան։ Սեղանի շուրջը սկսվեց սովորական հարցաքննություն քողարկված քաղաքավարի զրույցով։ Հասմիկ Միքայելյանը հարցնում էր իմ աշխատանքի, ընտանիքի, ապագա պլանների մասին։ Ես անկեղծ պատմեցի ծնողներիս մասին։ Մայրս աշխատում է պոլիկլինիկայում բուժքույր, հայրս սլեսար գործարանում։ Աշխատանքի մասին ստեցի, ներկայանալով որպես սովորական մենեջեր փոքր ընկերությունում։ Իսկ աշխատավարձը ինչպես է, ուղղակի հարցրեց կինը։ Հասկանում եք, մեզ համար կարևոր է, որ Արամը միայնակ չքաշի ամբողջ ընտանիքին։ Արամը կարմրեց։ Մամ, ինչ ես անում։ Ոչինչ վատ չկա, ես շպտացի։ Հասկանում եմ ձեր անհանգստությունը, ստանում եմ մոտ 400,000։ Շատ չէ, բայց կյանքի համար բավարար է։ Հասմիկ Միքայելյանը և Վլադիմիր Պետրոսյանը փոխանակվեցին հայացքներով։ Ես տեսնում էի, թե ինչպես է նա մտքում հաշվարկում մեր ընտանեկան բյուջեն։ Կարիերայի աճ կա, շարունակեց հարցաքննությունը Արամի մայրը։ Փորձում եմ, բայց գիտեք, առանց կապերի և բարձրագույն կրթությունը դժվար է։ Ես խաղացի ամաչկոտ։ Ինձ մոտ միայն տեխնիկում է։ Իրականում ունեի 2 բարձրագույն՝ տնտեսագիտական և մարքեթինգի, գումարած MBA, որ ստացել էի հեռակա, աշխատելով ընկերությունում։ Իսկ Անի ընտանիքը ո՞ր քաղաքից է, մտավ խոսակցության մեջ Վլադիմիր Պետրոսյանը։ Գյումրիից, ծնողներս այնտեղ են ապրում, իրենց տանը, փոքր, բայց իրենցը։ Հասկանալի է, գլխով արեց Հասմիկ Միքայելյանը։ Երեխաների մասին մտածել եք։ Արամը շատ է սիրում երեխաներին։ Մենք խոսել ենք դրա մասին Արամի հետ բազմիցս, երկուսն էլ ուզում ենք ընտանիք, բայց ոչ անմիջապես, նախ ուզում ենք մեզ համար ապրել։ Իհարկե, պատասխանեցի ես, բայց ոչ առաջին իսկ տարում, նախ ուզում ենք ամուր ոտքի կանգնել։ Ճիշտ է, անսպասելիորեն աջակցեց Վլադիմիր Պետրոսյանը։ Ընտանիքը պատասխանատվություն է, բայց Հասմիկ Միքայելյանը ակնհայտորեն արդեն կարծիք էր կազմել իմ մասին։ Նա դարձավ նկատելիորեն սառը, պատասխանում էր կարճ, հետո ընդհանրապես անցավ որդուն, քննարկելով ընտանեկան գործեր։ Կարծես ես այստեղ չլինեի։ Արամը զգում էր անհարմարությունը, փորձում էր ինձ ներառել խոսակցության մեջ, բայց մայրը համառորեն անտեսում էր իմ բոլոր պատասխանները։ Ընթրիքի վերջում կինը վեր կացավ սեղանից։ Արամ ջան, օգնիր ինձ խոհանոցում ամանները հավաքել։ Ես մնացի մենակ Վլադիմիր Պետրոսյանի հետ։ Նա իրեն թեյ լցրեց և ուշադիր նայեց ինձ։ Մի նեղվեք Հասմիկից, նա պարզապես շատ է անհանգստանում որդիների համար։ Հասկանում եմ, անկեղծ պատասխանեցի ես։ Ցանկացած մայր ուզում է լավագույնը իր երեխայի համար։ Հենց այդպես, Հայկի պատմությունից հետո նա շատ զգույշ է դարձել։ Տղամարդը հառաչեց, նրա կինը այնքան սիրուն աղջիկ էր թվում։ Հետո պարզվեց, որ ուներ պարտքեր 15 միլիոն դրամ։ Հայկը ամեն ինչ մարեց, մտածելով, որ ժամանակավոր դժվարություններ են։ Հետո պարզվեց, որ խաղում է քարտերով։ Նորից պարտքեր, նորից նա վճարեց։ Երբ ամուսնալուծվեցին, նա դատով վերցրեց բնակարանի կեսը, որ Հայկը գնել էր իր փողերով։ Պատմությունը տխուր էր, և ես հասկանում էի ընտանիքի վախը, բայց ինձ վիրավորում էր ուրիշ բան։ Կարծես նրանց համար ես ի սկզբանե պոտենցիալ խնդիր էի։ Խոհանոցից լսվում էին խուլ ձայներ։ Արամը ինչ-որ բան բացատրում էր մորը։ Նա պատասխանում էր կտրուկ, բայց հանգիստ։ Ես լարված ականջ դրեցի, բայց չկարողացա հասկանալ բառերը։ Իսկ դուք որդու մեջ չեք կասկածում, հարցրի ես Վլադիմիր Պետրոսյանին։ Նկատի ունեմ նրա կարողությունը մարդկանց ընտրելու։ Նա ժպտաց, Արամը լավ տղա է։ Միգուցե չափազանց վստահող։ Նա միշտ մարդկանց մեջ տեսնում է միայն լավը։ Իսկ դա վատ է։ Ոչ վատ, բայց վտանգավոր մեր աշխարհում։ Խոհանոցում խոսակցությունը ավելի լարված էր դառնում։ Լսեցի, թե ինչպես Հասմիկ Միքայելյանը բարձրացրեց ձայնը։ Նայիր նրան։
400,000 աշխատավարձ, տեխնիկում ծնողներ գյուղից։ Մամ, ինչ կապ ունի դա, պատասխանում էր Արամը։ Ես սիրում եմ նրան։ Սերը հրաշալի է, որդի ջան։ Իսկ ինչով եք ապրելու։ Միայն քո աշխատավարձով։ Իսկ երբ երեխաներ լինեն, նա ակնհայտորեն չի պատրաստվում ընտանիք բերել որևէ եկամուտ։ Ինձ զզվեցրեց։ Վլադիմիր Պետրոսյանը ամաչեց հասկանալով, որ ես ամեն ինչ լսում եմ։ Միգուցե գնանք պատշգամբ, առաջարկեց նա։ Պետք չէ, ես վեր կացա։ Ես արդեն ամեն ինչ հասկացել եմ։ Անի, մի ընդունեք սրտին մոտ։ Իսկ ինչպես ընդունեմ։ Ես վերցրի պայուսակը։ Ներեցեք, բայց ես գնում եմ։ Այդ պահին խոհանոցում ինչ-որ բան բարձր ընկավ։ Արամը դուրս վազեց կարմիր եւ խռոված։ Անի, սպասիր, պետք չէ։ Ես գնացի դեպի ելքը։ Ինչ պատահեց։ Հասմիկ Միքայելյանը դուրս եկավ հետևից սրբելով ձեռքերը սրբիչով, բայց ձայնում ոչ մի կարեկցանք չկար։ Մենք դեռ չենք ավարտել խոսակցությունը։ Մենք արդեն ամեն ինչ քննարկել ենք։ Ես շրջվեցի դեպի նա եւ հասկացա նրա վերաբերմունքը իմ հանդեպ։ Ինչ վերաբերմունք։ Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչ մարդ է հավակնում իմ որդու կնոջ դերին։ Հավակնում։ Ես զգացի, թե ինչպես է ներսում եռում զայրույթը։ Ներեցեք, բայց ես ոչ մի բանի չեմ հավակնում։ Մենք Արամի հետ պարզապես սիրում ենք իրար։ Սեր, ամփույթ թափահարեց կինը։ Հետո ինչ։ Նա աշխատի, որ պահի ձեզ երկուսիդ։ Իսկ դու կնստես տանը եւ երեխաներ կբերես, կամ կաշխատես քո խղճուկ 400,000-ով։ Մամ, փորձեց միջամտել Արամը։ Ոչ, ես իրավունք ունեմ իմանալու, թե ում հետ է կապվում իմ որդին։ Ես արդեն մեկ անգամ տեսել եմ, թե ինչպես է անհաջող ընտրության պատճառով քանդվում կյանքը։ Ես ձեր նախքին հարսը չեմ եւ պարտքեր չունեմ։ Դեռ չունեք, ծիծաղեց Հասմիկ Միքայելյանը։ Իսկ ինչ կլինի 1-2 տարուց։ Դուք կսովորեք նորմալ կյանքի, կուզեք այն, ինչ չեք կարող թույլ տալ։ Եվ ով կվճարի։ Արամը իհարկե։ Ես ինքս աշխատում եւ պահում եմ ինձ։ 400,000-ով դա պահել չէ, դա գոյատևել է։ Կինը խոսում էր ավելի ու ավելի արհամար հանքով։ Նայեք ձեզ, հագուստը շուկայից, պայուսակ այնպիսին, որ մետրոյով գնալուց ամոթ է։ Դուք հասկանում եք, որ իմ որդին սովոր է այլ մակարդակի։ Ես տեսնում էի, թե ինչպես է Արամը մտահղացում անում մեր միջև, կարմրում, բերանը բացում, բայց ոչինչ չի ասում իմ պաշտպանությանը։ Ինչ մակարդակի, հարցրի ես։ Նորմալի, որդքած կինը, երբ տանը փող կա, երբ չպետք է հաշվել յուրաքանչյուր դրամը, երբ կարող ես թույլ տալ որակյալ իրեր, հանգիստ կրթություն երեխաների համար։ Իսկ դուք մտածում եք, որ ես դա չեմ կարող տալ։ Իսկ ինչ կարող եք տալ դուք։ Նա ուղիղ նայեց աչքերիս։ Անկեղծ ասեք, բացի խնդիրներից եւ մեկ ուրիշին քաշելու անհրաժեշտությունից ինչ։ Ես սպասում էի, որ Արամը կմիջամտի, կասի ինչ-որ բան իմ պաշտպանությանը, բայց նա միայն նյարդայնանալով մատներով էր խաղում եւ մռմռում։ Մամ, բավական է։ Խնդրում եմ, հանգիստ խոսենք։ Ոչինչ հանգիստ, բարձրացրեց ձայնը մայրը։ Հիշիր աղջիկ ջան, ես չեմ թույլ տա, որ նա կրկնի եղբոր սխալը։ Գիտեք ինչ, խոր շունչ քաշեցի, զգալով, թե ինչպես է համբերությունս վերջանում։ Եկեք իսկապես անկեղծ խոսենք։ Դուք ինձ համարում եք գյուղական աղքատ հիմարուհի, որ ուզում է որսալ ձեր թանկարժեք որդուն։ Իսկ այդպես չէ։ Հասմիկ Միքայելյանը խաչեց ձեռքերը կրծքին։ Տեխնիկում 400,000 աշխատավարձ, ծնողներ պարզ աշխատավորներ։ Ինչ կարող եք տալ իմ որդուն բացի ծանրաբեռնվածությունից։ Մամ, դադարիր, վերջապես ձայն տվեց Արամը, բայց դա ավելի խնդրանք էր, քան պաշտպանություն։ Չեմ դադարի, թափահարեց նա։ Թող բացատրի, թե ինչով է պատրաստվում օգնել ընտանիքին, թե մտածում է միայն վերցնել եւ վերցնել։ Իսկ եթե ասեմ, որ չեմ պատրաստվում ոչինչ վերցնել, ես ուղիղ նայեցի նրա աչքերին։ Ես ունեմ իմ բնակարանը, իմ մեքենան, իմ խնայողությունները։ Հասմիկ Միքայելյանը քրքջաց, 400,000-ով ամսական։ Դու ինձ հիմար ես համարում, այդ փողերով կարելի է միայն վարձել մեկ սենյականոց ինչ-որ ծայրամասում։ Միգուցե ես խնայում եմ յուրաքանչյուր դրամը։ Խնայում էր, ծաղրեց կինը։ Քանի տարեկան եք։ 28։ Նույնիսկ եթե 18-ից խնայեիք կես աշխատավարձը, կկուտակեիք առավելագույնը հին մեքենա։ Ես նայում էի Արամին, սպասելով, որ նա վերջապես պաշտպանի ինձ, բայց նա միայն կծկվում էր եւ մռմռում ինչ-որ բան բոլորին հանգստանալու մասին։ Եվ ընդհանրապես, շարունակեց հարձակումը մայրը, ինչ բնակարան կարող է ունենալ այդ աշխատավարձով աղջիկը, հիպոթեք 30 տարով։ Եվ ով կվճարի, հետաքրքիր է։ Մամ, խնդրում եմ, Արամը բոլորովին շփոթված էր։ Եկեք այդպես չանենք,
Իսկ ինչպես անենք, որդի ջան, բացիր աչքերդ, նա ուղղակի պատրաստվում է քեզ վրա մակաբույծ լինել, նախ հարսանիքը քո հաշվին, հետո ավելի մեծ բնակարան, հետո երեխաներ, եւ նստում է տանը, իսկ դու աշխատում։ Դա սուտ է, չդիմացա ես։ Ես երբեք մակաբույծ չեմ եղել։ Իսկ ով եք եղել, ծաղրեց Հասմիկ Միքայելյանը, հաջողակ բիզնես լեդի կամ գուցե օլիգարխ։ Վլադիմիր Պետրոսյանը փորձում էր հաշտեցնել կնոջը։ Հասմիկ, դու չափազանց հեռու ես գնում։ Իսկ դու լռիր, կտրեց նա։ Մեկ որդի արդեն անցել է դրա միջով։ Բավական է։ Ես տեսնում էի, որ Արամին անհարմար է, բայց նա այդպես էլ չգտավ քաջություն պաշտպանելու ինձ։ Նա մտահղացում էր անում ինձ աջակցելու եւ մորից վախենալու միջև։ Եվ դա ավելի շատ վիրավորում էր։ Գիտեք ինչ, Հասմիկ Միքայելյան, ասացի ես առավելագույնս հանգիստ։ Եկեք ստուգենք ձեր տեսությունները։ Ինչ եթե ասեմ, որ վաստակում եմ ոչ 400,000, այլ 10 անգամ ավելի։ Ինչ։ Կինը մի վայրկյան շփոթվեց, բայց շուտով ծիծաղեց։ Իհարկե, 4 միլիոն ամսական։ Եվ աշխատում եք գուցե Գազպրոմում տոպ մենեջեր։ Ոչ Գազպրոմում, IT ընկերությունում։ Ղեկավարում եմ թմային մարքեթինգի բաժինը։ Ահա, եւ մեքենանի մոտ ոչ տասնամյակ Opel է, այլ Mercedes, եւ բնակարանը ոչ վարձով մեկ սենյականոց, այլ սեփականություն կենտրոնում։ Mercedes-ն իսկապես կա, եւ բնակարանը քանաքեր Զեյթունում էլ կա։ Արամը նայեց ինձ կարծես ուրվականի։ Հասմիկ Միքայելյանը նույնպես մի պահ շփոթվեց, բայց շուտ վերահսկողություն ստացավ։ Շատ ծիծաղելի է։ Եվ հագուստը շուկայից դա ձեր մասկարադն է աղքատ աղջկադերում։ Սերիալներ ես նայել։ Հենց այդպես։ Ես հանեցի պայուսակից հեռախոսը։ Ինչ ապացույցներ են պետք։ Բանկային քաղացվածք, աշխատանքային չաթեր, թե լուսանկարների իմ իրական բնակարանից։ Միջանցքում լռություն տիրեց։ Վլադիմիր Պետրոսյանը աչքերը կլորացրեց։ Արամը բերանը բացեց, բայց նորից ոչինչ չասաց։ Չի կարող լինել, վերջապես մռմռաց Հասմիկ Միքայելյանը, բայց ձայնում արդեն կասկածի նոտաներ կային։ Ես հանեցի պայուսակից իմ աշխատանքային այցեքարտը եւ մեկնեցի Հասմիկ Միքայելյանին։ Ահա, Անի Սարգսյան, թվային մարքեթինգի բաժնի ղեկավար։ Կարող եք Google անել մեր ընկերությունը եւ տեսնել, թե որքան են վաստակում իմ պաշտոնում մարդիկ։ Կինը վերցրեց այցեքարտը, կարդաց եւ գունատվեց։ Վլադիմիր Պետրոսյանը նայեց ուսի վրայով։ Սա լուրջ ընկերություն է, մռմռաց նա։ Շատ լուրջ, հաստատեցի ես։ Եվ այո, ես իսկապես վաստակում եմ 4 միլիոն ամսական, գումարած բոնուսներ։ Մեքենաս Mercedes է, բնակարանը քանաքեր Զեյթունում սեփականություն, առանց հիփոթեքի։ Բայց ինչու, սկսեց Արամը, բայց ես ընդհատեցի նրան։ Ինչու ստեցի հասկանալու համար, թե ում հետ գործ ունեմ։ Եվ գիտես ինչ, հասկացել եմ։ Անի ես, դու ինչ Արամ, զայնումս գրգռվածություն հայտնվեց։ Դու 1 ժամ առաջ լսում էիր, թե ինչպես է քո մայրը ինձ անվանում մակաբույծ եւ շահագործող, թե ինչպես է վիրավորում իմ ծնողներին եւ ինձ։ Եվ ինչ էիր անում։ Խղճուկ խնդրում էիր դադարի։ Ես փորձում էի, դու չէիր փորձում, դու վախենում էիր։ Փոխանակ պաշտպանես կնոջը, որ պետք է դառնա քո կինը, դու թաքնվում էիր մայրիկի թիկունքում։ Հասմիկ Միքայելյանը փորձեց միջամտել։ Լսեք, եթե դուք իսկ դուք լռեք, կտրուկ ընդհատեցի ես նրան։ Ձեզ հետ էլ առանձին կխոսենք, բայց նախ ավարտեմ ձեր որդու հետ։ Արամը կանգնած էր կարմիր, աչքերը իջեցրած։ Գիտես ինչն է ամենաշատը վիրավորել ինձ, շարունակեցի ես։ Ոչ այն, որ քո մայրը ինձ համարում է ոսկի փորող, ոչ այն, որ վիրավորում էր ինձ, այլ այն, որ դու դա թույլ տվեցիր։ Ինձ պետք է ամուսին, Արամ, տղամարդ, որ պաշտպանի իր ընտանիքը, ոչ թե թույլ տղա, որ վախենում է մորը վշտացնել։ Անի, ես չգիտեի, որ դու չգիտեիր, որ ես հաջողակ եմ, եւ դա ինչ է փոխում։ Եթե ես իսկապես վաստակեի 400,000, ապա արժանի չէի այդպիսի վերաբերմունքի։ Եթե ես իսկապես պարզ ընտանիքից լինեի, ապա անարժան կլինեի հարգանքի։ Ոչ, իհարկե։ Այդ դեպքում ինչու թույլ տվեցիր, որ մայրդ այդպես խոսի ինձ հետ։ Ինչու չասացիր, որ սիրում ես ինձ այնպիսին, ինչպիսին կամ ցանկացած աշխատավարձով։ Արամը նռում էր, հասկանալով, որ ես ճիշտ եմ։ Իսկ հիմա ձեզ, Հասմիկ Միքայելյան, ես շրջվեցի դեպի մայրը։ Դուք քեզ ժամ բացատրում էիք, որ ես անարժան եմ ձեր որդու, որովհետև քիչ եմ վաստակում։ Հիմա պարզվեց, որ ես վաստակում եմ նրանից 4 անգամ ավելի։ Ինչ փոխվեց ձեր վերաբերմունքում։ Դե եթե դուք իսկապես ապահովված եք, դադարեցրեք։ Ես բարձրացրի ձեռքս։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխան է։ Ներեցեք, ես սխալվել եմ, դատելով մարդուն միայն եկամուտներով։
Հասմիկ Միքայելյանը սեղմեց շուրթերը, ակնհայտորեն չցանկանալով ներողություն խնդրել։ Գիտեք ինչն է ամենաթուխրը։ Ես թաքցրի այցեքարտը։ Ես պատրաստ էի սիրել ամուսնուս ընտանիքը, պատրաստ էի ընդունել ձեզ այնպիսին ինչպիսին կաք, պատրաստ էի հարաբերություններ կառուցել, կոմպրոմիսներ գտնել, բայց դուք ինձ ի սկզբանե թշնամի գրանցեցիք։ Մենք պարզապես ուզում էինք պաշտպանել որդուս, մրմրաց Վլադիմիր Պետրոսյանը։ Ինչից պաշտպանել։ Սիրուց, ծիծաղելի է։ Գիտեք ինչ էիք ուզում։ Ուզում էիք պաշտպանել նրան պատասխանատվությունից, գտնել նրան կին բանկոմատ, որ պահի նրան եւ լռի։ Դա այդպես չէ, վրդովվեց Հասմիկ Միքայելյանը։ Հենց այդպես է։ Եվ գիտեք ինչն է ամենաթուխը։ Ձեր որդին դարձել է հենց այնպիսին, ինչպիսին դուք եք դաստիարակել, թույլ եւ կախված մոր կարծիքից։ Ես գնացի դեպի ելքը, Արամը քայլեց հետևից։ Անի, սպասիր, մենք պետք է ամեն ինչ քննարկենք, ոչինչ քննարկելու։ Ինչպես ես պաշտպանելու մեր երեխաներին, եթե չկարողացար պաշտպանել նրանց ապագա մորը։ Ինչպես ես ընտանիքում որոշումներ ընդունելու, եթե դեռ վախենում ես մորը վշտացնել։ Ես կփոխվեմ, Արամ, դու լավ մարդ ես, բայց ինձ պետք է գործընկեր, ոչ թե երեխա, որին պետք է դաստիարակել 30 տարեկանում։ Ես հաջողակ կին եմ եւ չեմ պատրաստվում մրցել քո մոր հետ քո կյանքում տեղի համար։ Ես դուրս եկա եւ շրջվեցի։ Իսկ ձեզ, Հասմիկ Միքայելյան, մաղթում եմ գտնել ձեր որդու համար կին ձեր չափանիշներով։ Միայն վախենում եմ, որ այդպիսի կինը շուտով ձեզ տեղը ցույց կտա, որովհետև հաջողակ մարդիկ չեն հանդուրժում անպարգերտություն, նույնիսկ մորից։ Աստիճաններով իջնելիս զգում էի տարօրինակ խառն զգացում, տխրություն եւ թեթևություն։ Ցավում էի Արամից բաժանվելու համար։ Իսկապես սիրում էի նրան, բայց ավելի ցավալի կլիներ կյանք անցկացնել տղամարդու հետ, որ պատրաստ չէ իմ համար պայքարել։ Փողոցում հանեցի հեռախոսը եւ գրեցի ընկերուհուս. Շնորհակալություն մեքենայի համար, վաղը կվերադարձնեմ։ Հարսանիք չի լինի։ Հետո հանեցի էժան ռեզինկեն մազերից եւ թափահարեցի գլուխս։ Վաղը ես կվերադառնամ իմ իրական կյանքին։ Հաջողակ, անկախ, գլուխս բարձր պահած։ Եվ այն գիտակցությամբ, որ արժանի եմ տղամարդու, որ կնահատի ինձ ոչ փողի համար, այլ այնպիսին, ինչպիսին կամ, եւ որ չվախենա դա պաշտպանել։ Արդարությունը հաղթեց ոչ նրանով, որ ես նվաստացրի, այլ նրանով, որ թույլ չտվեցի նրանց կոտրել ինձ։ Եվ դա ամենակարևոր հաղթանակն է։